Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 5 Արդ ապաշխարիր քո այդ չարությունիցը և Աստծուն աղաչիր, որ թերևս թողվի քեզ քո սրտի չար խորհուրդը։ Գործք 8:22 խոսք։ Երբ կարդում եք Աստվածաշնչում, որ դուք պիտի կամ փրկվեք կամ դատապարտվեք, և դա անպայման իրականանալու է, արդյոք կարծում եք, որ իրավունք ունեք հակառակվելու այդ խոսքին։ Կկանչեք ձեր Արարչին դատարան, ենթարկելու նրա խոսքը մեղադրանքի կամ քննության կեղծության տեսանկյունից։ Կկանգնեք նրա առջև դատելու նրա խոսքը ըստ ձեր սեփական երևակայության օրենքի։ Միթե դուք ավելի իմաստուն, ավելի բարի և ավելի արդար եք, քան նա։ Միթե երկնքի Աստվածը պիտի գա ձեզ մոտ իմաստություն սովորելու համար։ Միթե անսահման իմաստությունը պիտի սովորի հիմարությունից և անսահման սրբությունը պիտի ուղղվի եսասեր մեղավորի կողմից, որը նույնիսկ մեկ ժամ չի կարող իրեն մաքուր պահել։ Միթե ամենակարողը պիտի կանգնի մի որդի առաջ դատարանում։ Ախ, մեր անմիտ փոշու սարսափելի հպարտությունը։ Կարող է արդյոք ամեն մի խլուրդ, հողի կտոր կամ ոչնչություն մեղադրել արևին խավարի համար և փորձել լուսավորել աշխարհը։ Որտեղ էիք դուք, երբ ամենակարողը սահմանեց այս օրենքները և չկանչեց ձեզ խորհրդակցության։ Անշուշտ նա դրանք սահմանեց նախքան ձեր ծնվելը, առանց ձեր համաձայնության, և դուք չափազանց ուշ եկաք այս աշխարհ դրանք փոխելու համար։ Եթե դուք կարողանայիք նման մեծ բան անել, պետք է դուրս գայիք ձեր ոչնչությունից և հակաճառեիք Քրիստոսին, երբ նա երկրի վրա էր, կամ Մովսեսին նրանից առաջ, կամ փրկեիք Ադամին ու նրա մեղավոր սերունդը սպառնացող մահից, որպեսզի Քրիստոսի կարիքը չունենայիք։ Իսկ եթե Աստված հետ քաշի իր համբերությունն ու պահպանող զորությունը և ձեզ թողնի ընկնել դժոխք հենց այն պահին, երբ դուք վիճում եք նրա խոսքի դեմ, այդ ժամ էլ կպնդեք, որ դժոխք գոյություն չունի։